Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել հարավարևելյան Սևերեկ քաղաքի դպրոցներից մեկում երիտասարդը կրակ է բացել վիրավորելով 10-ից ավելի մարդու, այդ թվում աշակերտների և ուսուցիչների։ Հրաձիգն ինքնասպան է եղել, երբ ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել։ Տեղական իշխանության տվյալով հրաձիգը 19 տարեկան է եղել և նախկինում սովորել է նույն դպրոցում։ Հրաձգության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինին։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Բայրամովը և Գալուզինն ընդգծել են փոխայցելությունների և շփումների կարևորությունը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրության հարցերի և համատեղ գործակցության հեռանկարների շուրջ։ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իսլամաբադում Թեհրանի թիմի հետ բանակցությունները, նշել, որ իրանական կողմը շատ է ուզում գործարք կնքել։ Նրանք միջուկային զենք չեն ունենալու, տարբեր բաների շուրջ համաձայնության ենք եկել, բայց նրանք դեռ համաձայն չեն հրաժարվել միջուկային ծրագրից, բայց կարծում եմ կհամաձայնեն, հավելել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով հակառակ դեպքում գործարք չի լինի։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, արդեն դրական քայլ է այն, որ նման բարձր մակարդակի բանակցություններ են սկսվել։ Որոշակի առաջընթաց ենք գրանցել, գլխավոր հարցն է, թե արդյոք իրանցիները բավարար ճկունություն կցուցաբերեն և կընդունեն գործարքի համար ամենակարևոր կետերը, մանրամասնել է Վենսը։ Փոխնախագահը շեշտել է, Վաշինգտոնը ցանկանում է, որ վերջին արդյունքում Իրանը նորմալ տնտեսություն ունենա և ժողովուրդը բարգավաճի։ Նրա խոսքով կարևոր է, որ Թեհրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու գաղափարից, փոխանցի հարստացված ուրանի պաշարները, չաջակցի ահաբեկչական խմբավորումներին, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացվի։ Միևնույն ժամանակ Վենսի կարծիքով Միացյալ Նահանգներն արդեն հասել է իր նպատակներին և ռազմական գործողությունները կարող են դադարեցվել։ Վաշինգտոնի հետ բանակցություններին է անդրադարձել Իրանի արտգործնախարարը Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Սպիտակ տան թիմն անընդհատ փոխում էր կարգավորման համար իր պահանջները, հենց այդ պատճառով էլ չի հաջողվել համաձայնության հասնել։ Թեհրանը, չնայած ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությանը, պատասխանատու մոտեցում է դրսևորել, շեշտել է Արաղչին։ Իրանի գերագույն առաջնորդն էլ նախազգուշացրել է, անհրաժեշտության դեպքում կպատասխանեն ռազմական գործողությունների վերսկսմանը։ Մոջթաբա Խամենեին հավելել է, որ փոխհատուցում են պահանջելու բոլոր վնասների համար։ Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցի կառավարումը նոր մակարդակի են բարձրացնելու։ Իրանը երբեք չի հրաժարվի իր օրինական իրավունքներից, եզրափակել է Խամենեին։ Իսրայել-Լիբանան նախնական բանակցությունների ֆոնին Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Լիբանանին հարվածները։ Հեզբոլլահը պետք է զինաթափվի, բայց նաև կարծում եմ, որ Իսրայելի հարվածները սխալ են, դրանց հետևանքով Լիբանանում հումանիտար աղետ է հասունանում, շեշտել է Քիր Սթարմերը։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին էլ հայտարարել է, որ Հռոմը կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը։ Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Բենյամին Նեթանյահուի հետ, հորդորելով ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի կառավարության հետ։ Ֆրիդրիխ Մերցը նաև ընդգծել է Արևմտյան ափի բռնակցման անընդունելիությունը։ Զուգահեռ Հեզբոլլահի առաջնորդը կոչ է արել Բեյրութին չեղարկել Իսրայելի հետ բանակցությունները։ Նաիմ Քասեմի խոսքով Նեթանյահուի նպատակը մեծ Իսրայել ստեղծելն է, ինչը վտանգում է նաև Լիբանանի ժողովրդին։ Հեզբոլլահի առաջնորդը դիմել է Լիբանանի նախագահին, կոչ անելով համատեղ ուժերով պայքարել թշնամու դեմ, այնուհետև պայմանավորվել հետագա քայլերի մասին։ Գերմանիան և Ուկրաինան պաշտպանական գործակցության համաձայնագիր են ստորագրել, այդ մասին Բեռլինում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրիդրիխ Մերցը։ Ուկրաինայի նախագահի խոսքով համաձայնագիրը ենթադրում է հակահրթիռային համակարգերի համատեղ արտադրություն։ Կիևը նաև առաջարկել է Բեռլինին գործակցել տարբեր տեսակի ԱԹՍ-ների, հրթիռների արտադրության և ծրագրային ապահովման ոլորտում։ Մեր թիմերը սկսում են աշխատանքները, ուկրաինական փորձը կարող է ինտեգրվել եվրոպական անվտանգության համակարգում, սա կլինի նմանատիպ ամենախոշոր ծրագիրը Եվրոպայում, հավելել է Զելենսկին։ Հունգարիայի նոր վարչապետի պաշտոնում Պետեր Մադյարի նշանակվելուց հետո Ռուսաստանը և Հունգարիան հավանաբար բարեկամներ չեն դառնա, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Միևնույն ժամանակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Վիկտոր Օրբանից հետո երկրի նոր ղեկավարությունը պրագմատիկ մոտեցում կդրսևորի։ Պատրաստակամ ենք Բուդապեշտի հետ երկխոսության, հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր Տիսա-կուսակցության առաջնորդը հայտարարել էր, որ պատրաստ է զրուցել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն առաջինը չի զանգահարի նրան։ Մադյարի խոսքով Կրեմլի հետ կցանկանար քննարկել Հունգարիայի և Ռուսաստանի միջև էներգետիկ համաձայնությունների պայմանները։ Մադյարը չի պատրաստվում զանգահարել նաև Դոնալդ Թրամփին, որն ընտրություններից առաջ ակնհայտ աջակցություն էր հայտնում Վիկտոր Օրբանին։ Մադյարը հավելել է, եթե ամերիկյան կողմը կապի դուրս գա, պատրաստ կլինեն նրանց հետ երկխոսել։ Դիանա Գասպարյան, լուրեր։